Արմեզիայի YouTube-յան ալիքում ամենը գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կխնդրեի եւս մեկ անգամ, որ լինել ակտիվ, բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել մեր նյութերը եւ տարածել, եթե դա հնարավոր է, կանխավ շնորհակալ եմ։ Մինչ պատերազմական թեմաներին կամ հետպատերազմյան իրավիճակը ներկայացնելը Կալիֆոռնիայից մեկ լուր։ Բացահայտվել է առողջապահական համակարգի խոշորագույն խարդախություններից մեկը, որի շրջանակում մեղադրվում են առնվազն 21 անձ։ Գործը վերաբերում է դարձյալ հոսպիս ծառայությունների ոլորտում իրականացված համակարգված խարդախությանը, որի միջոցով պետությունից հափշտակվել է շուրջ $267 միլիոն։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտարարել է, որ իրականացվել է լայնածավալ գործողություն Operation Skip Trace, որի արդյունքում արդեն ձերբակալվել է 5 կասկածյալ, իսկ մյուսների նկատմամբ սկսվել են իրավական գործընթացներ կամ որոնողական գործողություններ։ Քննության տվյալներով կազմակերպված հանցավոր խմբավորումը գնել է հազարավոր մարդկանց անձնական տվյալներ Dark Web-ից, այնուհետև այդ տվյալներով կեղծ ձևակերպել է նրանց որպես Կալիֆոռնիայի բնակիչներ ու գրանցել պետական մեդիկալ ծրագրում։ Դրանից հետո կեղծ ընկերությունների միջոցով ներկայացվել են հաշվարկներ իբր մատուցված հոսպիս ծառայությունների համար, մինչդեռ իրականում որևէ բուժում կամ ծառայություն չի տրամադրվել։ Դատախազության ներկայացմամբ սխեման իրականացվել է խիստ կազմակերպված ձևով, ստեղծվել են տասնյակ կեղծ ընկերություններ, օգտագործվել են կեղծ փաստաթղթեր, իսկ ստացված գումարները լվացվել են բարդ ֆինանսական ցանցերի միջոցով, ներառյալ բանկային հաշիվներ, վճարային հավելվածներ եւ կրիպտոարժույթներ։ Պաշտոնական տվյալներով մեղադրանքները ներառում են առողջապահական խարդախություն, փողերի լվացում, ինքնության գողություն եւ հանցավոր դավադրություն։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 10-ից 16 տարվա ազատազրկում։ Կարևոր է ընդգծել, որ այս փուլում բոլոր մեղադրյալների անունները հրապարակված չեն, սակայն իրավապահները հաստատում են, որ գործը ունի հստակ կազմակերպված հանցավոր բնույթ եւ ներգրաված են մի քանի հիմնական կազմակերպիչներ ու կատարողներ։ Իշխանությունները նաև նշում են, որ սա ընդամենը փոքր մաս է ավելի լայն խնդրի։ Նահանգը ներկայումս ուսումնասիրում է ավելի քան 300 հոսպիս կազմակերպություն, որոնց լիցենզիաները կարող են չեղարկվել։ Լրացուցիչ վերլուծությունները ցույց են տվել, որ Լոս Անջելեսի շրջանում գործող մոտ 1800 հոսպիսներից ավելի քան 700-ը ունեն խարդախության ռիսկի նշաններ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Կուպերը հրադադարի պայմաններում հրապարակել է ամփոփիչ տեղեկատվություն։ Նրա խոսքով վերջին 6 շաբաթների ընթացքում ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող են ներգրավել այն գործողությանը, որը տեղի էր ունենում Մերձավոր Արևելքում, որի հիմնական նպատակը եղել է մեկը սահմաններից դուրս ուժ կիրառելու Իրանի կարողության վերացումը։ Կուպերը պնդել է, որ այդ նպատակը իրականացվել է եւ Իրանը կրել է սերնդային ռազմական պարտություն։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը համակարգված հարվածներով ոչնչացրել են Իրանի հրթիռային, անօդաչու եւ ծովային կարողությունները, ինչպես նաեւ պաշտպանական արդյունաբերական ենթակառուցվածքները։ Ըստ նրա, Իրանի այն ռազմական համակարգը, որը կառուցվել էր շուրջ 40 տարվա ընթացքում եւ արժեցել միլիարդավոր դոլարներ, փաստացի վերացվել է։ Ներկայումս հրադադարի պայմաններում հարձակողական գործողությունները դադարեցված են, սակայն ամերիկյան ուժերը շարունակում են մնալ տարածաշրջանում, պատրաստ արձագանքելու ցանկացած զարգացման։ Միացյալ Նահանգներում աճում է ներքաղաքական լարվածությունը։ Թրամփի այն սպառնալիքը, թե կարող է ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն, դարձել է շրջադարձային պահ դեմոկրատների համար, որոնք մինչև այդ հիմնականում զուսպ էին նրա պաշտոնից հեռացման հարցում։ Դեմոկրատ օրենսդիրները զանգվածաբար սկսել են բարձրաձայնել նախագահի պատասխանատվության հարցը, քննարկելով թե իմպիչմենտի, թե Սահմանադրության 25-րդ փոփոխության կիրառման հնարավորությունը, որը թույլ է տալիս նախագահի լիազորությունների դադարեցում նրա անունակության դեպքում։ Թեև ավելի ուշ Թրամփը մեղմել էր իր դիրքորոշումը եւ համաձայնել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի, այդ հայտարարությունը չի նվազեցրել քաղաքական ճնշումը։ Ընդհակառակը, այն ավելի ակտիվացրել պահանջները ընդդիմանալու նախագահի քաղաքականությանը առավել կոշտ ձևով։ Սենատի դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ նման իրավիճակը վկայում է կառավարման լուրջ ձախողման մասին։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսի իր հերթին կոչի արել շարունակել առավելագույն ճնշումը հանրապետականների վրա, ստիպելու նրանց միանալ պատերազմական լիազորությունների սահմանափակման նախաձեռնությանը եւ կանգնեցնել, ինչպես ինքն է ձևակերպել, խելահեղ ընթացքը։ Միևնույն ժամանակ դեմոկրատ կոնգրեսականներ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը եւ Սեթ Մոլթոնը հայտարարել են, որ նույնիսկ հրադադարից հետո նախագահի գործողությունները կարող են դիտարկվել որպես իմպիչմենտի հիմք։ Նրանց խոսքով իրավիճակը հասել է այն կետին, որտեղ անհրաժեշտ է անհապաղ քաղաքական պատասխանատվություն։ Հասարակական արձագանքը նույնպես աննախադեպ է։ Կոնգրեսի գրասենյակները բառացիորեն հեղեղվել են զանգերով եւ նամակներով քաղաքացիների կողմից, որոնք անհանգստացած են պատերազմի եւ նախագահի հռետորաբանության հետևանքներով։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը պաշտպանում է նախագահի դիրքորոշումը։ Երեկ մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Թրամփի կոշտ հայտարարությունները արդյունավետ էին եւ նպաստեցին նրան, որ Իրանը համաձայնվի հրադադարի եւ Հորմուզի նեղուցի վերաբացմանը։
Իրանի նախկին արտաքին գործերի նախարար Քամալ Խարազին մահացել է նախորդ շաբաթ տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով ստացած վիրավորումներից հետո, այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Խարազին զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը Իրանի ռեֆորմիստ նախագահ Մոհամմադ Խաթամիի կառավարման տարիներին, իսկ հետագայում եղել է նաև գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը։ Դեռևս 2022 թվականին Խարազին հարցազրույցում նշել էր, որ Իրանը ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ, սակայն քաղաքական որոշում այդ ուղղությամբ չի կայացվել։ Այդ հայտարարությունը ժամանակին լուրջ մտահոգություններ էր առաջացրել միջազգային հանրության շրջանում կապված Իրանի հնարավոր միջուկային ծրագրերի հետ։ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ, սակայն նավերի անցումը իրականացվում է խիստ վերահսկողության պայմաններում։ Նրա խոսքով, չնայած նեղուցը պաշտոնապես բաց է, այն գտնվում է ռազմական գոտում, ինչի պատճառով գործում են տեխնիկական սահմանափակումներ։ Խաթիբզադեն ընդգծել է, որ բոլոր նավերը, որոնք ցանկանում են անցնել նեղուցով, պարտավոր են նախապես կապ հաստատել Իրանի զինված ուժերի հետ եւ համաձայնեցնել իրենց երթուղին։ Նրա խոսքով դա անհրաժեշտ է նավերի եւ նավթատարների անվտանգությունն ապահովելու համար։ Պաշտոնյանն նշել է, որ սահմանափակումները ժամանակավոր են եւ կապված ռազմական իրավիճակի հետ, եւ դրանց վերաբացումը ժամանակ կպահանջի։ Սակայն նրա հավաստմամբ նավարկության անվտանգությունը ներկայումս ապահովված է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ True Social հարթակում գրել է, որ Իրանը շատ վատ աշխատանք է կատարում Հորմուզի նեղուցով նավթի անցումը թույլատրելու հարցում, ընդգծելով, որ դա չի համապատասխանում ձեռք բերված համաձայնությանը։ Նա նաև արձագանքել է տեղեկություններին, ըստ որոնց Իրանը հնարավոր է վճարներ է սահմանում նեղուցով անցնող նավերի համար, զգուշացնելով, որ եթե դա իրական է, ապա պետք է անմիջապես դադարեցվի։ Իսրայելը հրադադարի պայմաններում շարունակում է լայնածավալ հարվածները Լիբանանի տարածքում, որոնք դարձել են վերջին շրջանի ամենաայրունալի գործողություններից։ Իսրայելը հայտարարել է, որ ընդամենը 10 րոպեի ընթացքում իրականացրել է շուրջ 100 ավիահարված Լիբանանի տարբեր հատվածներում, թիրախավորելով Հեզբոլլահի մարտիկներին եւ ենթակառուցվածքները։ Սակայն հարվածները հասցվել են նաև խիտ բնակեցված բնակելի եւ առևտրային շրջաններին առանց նախնական զգուշացման։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով զոհերի թիվը անցել է 300-ը, ու սպասվում է, որ այն կաճի, քանի որ փրկարարական խմբերը դեռևս շարունակում են որոնողական աշխատանքները փլատակների տակ։ Վիրավորների թիվը հասել է մոտ 1150-ի, ինչը լուրջ ճնշում է ստեղծել երկրի բժշկական համակարգի վրա։ Լիբանանի նախագահ այդ գործողություններն անվանել է բարբարոսական, մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ իր ռազմական գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքը չի չեզոքացվել։ Հեզբոլլահը, որ Իրանի աջակցությունն ունի, պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, խորացնելով հակամարտությունը եւ փաստացի բացելով երկրորդ ռազմաճակատը Իսրայելի դեմ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, կոչ անելով նվազեցնել Լիբանանում իրականացվող ռազմական հարվածների ինտենսիվությունը։ Հաստատվել է, որ Վաշինգտոնում Իսրայելի եւ Լիբանանի միջև բանակցություններ է հիմա նախատեսվում հաջորդ շաբաթ։ Ամերիկյան կողմը բանակցություններում կներկայացնի Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան, իսկ իսրայելական կողմը Միացյալ Նահանգներում ԱՄՆ դեսպան Եղիել Լայթերը։ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում հանդես է եկել ելույթով միջոցառման ներկային Միացյալ Նահանգներում հավատարմագրված ՆԱՏՕ-ի մի շարք երկրների դեսպաններ, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաներ, այդ թվում ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Վիտեկերը։ Ռյուտեն ելույթում ընդգծել է, որ աշխարհակարգին մտել է վտանգավոր փուլ, որտեղ սպառնալիքները գալիս են ինչպես արևելյան Եվրոպայից, այնպես էլ Մերձավոր Արևելքից։ Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգների առաջնորդությունը շարունակում է մնալ առանցքային, ապահովելու, որ ազատությունը դառնա կանոն, ոչ թե բացառություն։ Նրա խոսքով Եվրոպան երկար ժամանակ թերագնահատել է պաշտպանության ոլորտում ներդրումների կարևորությունը, հենվելով Միացյալ Նահանգների վրա, սակայն այժմ այդ մոտեցումը փոխվել է։ Ելույթի կարևոր հատվածներից մեկը վերաբերում էր Իրանի շուրջ զարգացումներին։ Ռուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն միշտ հակված է եղել կանխելու Իրանի միջուկային եւ բալիստիկ կարողությունների զարգացումը, եւ Միացյալ Նահանգների գործողությունները նրա խոսքով զգալիորեն թուլացրել են դրանք։ Նա նաև ընդգծել է, որ եվրոպական երկրները տրամադրել են լոգիստիկ եւ ռազմական աջակցություն Միացյալ Նահանգներին, ներառյալ օդային տարածքի օգտագործում եւ բազաներ, չնայած որոշ դեպքերում արձագանքը ուշացած է եղել անակնկալ գործոնի պատճառով։ Հորմուզի նեղուցի անվտանգության հարցում Ռյուտեն նշել է, որ ձևավորվել է կոալիցիա Մեծ Բրիտանիայի առաջնորդությամբ, որի նպատակն է ապահովել ծովային երթուղիների անվտանգությունը։ Տարբեր երկրներ արդեն պատրաստվում են տրամադրել նավեր, ռադարային համակարգեր եւ այլ ռազմական միջոցներ ազատ նավարկությունը պահպանելու համար։ Ելույթից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում Ռուտեն անդրադարձել է նաև իր հանդիպմանը Դոնալդ Թրամփի հետ, նշելով, որ այն եղել է բաց եւ անկեղծ։ Նա ընդունել է, որ Թրամփը դժգոհ է որոշ դաշնակիցներից, սակայն միաժամանակ ընդգծել, որ Եվրոպայի մեծ մասը իրականում աջակցել է ԱՄՆ գործողություններին եւ շարունակում է դա անել։
Այլ թեմաներով ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հանդես է եկել կարճ հայտարարությամբ անդրադառնալով իր անունը Ջեֆրի Էփստեյնի գործի հետ կապող մեղադրանքներին, դրանք անվանելով սուտ եւ զրպարտություն։ Նրա խոսքով վերջին տարիներին սոցիալական մեդիայում եւ որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները լիովին անհիմն են եւ նպատակ ունեն վնասելու իր հեղինակությունը։ Տիկին Թրամփը ընդգծել է, որ երբեք չի ունեցել որևէ հարաբերություն Ջեֆրի Էփստեյնի կամ նրա համախոհ Գիլեն Մաքսվելի հետ, իսկ նրանց հետ հանդիպումները եղել են միայն նույն սոցիալական շրջանակներում անցկացվող միջոցառումների ժամանակ։ Նա նաև պարզաբանել է, որ Դոնալդ Թրամփին հանդիպել է 1998 թվականի Նյու Յորքում պատահական եւ որևէ կապ չի ունեցել Էփստեյնի հետ այդ ծանոթության հարցը։ Ըստ նրա, Էփստեյնի հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել միայն 2000 թվականին, երբ նա դեռ տեղեկություն չուներ վերջինիս հանցավոր գործունեության մասին։ Մելանիա Թրամփը հատուկ ընդգծել է, որ իր անունը երբեք չի հայտնվել որևէ դատական փաստաթղթում, ցուցմունքում կամ ՀԴԲ-ի հետաքննության նյութերում կապված Էփստեյնի գործի հետ։ Նա հայտարարել է, որ երբեք չի եղել Էփստեյնի ինքնաթիռում, չի այցելել նրա մասնավոր կղզի եւ որևէ կերպ ներգրաված չի եղել այդ գործերում։ Նրա խոսքով արդեն մի շարք անձինք եւ կազմակերպություններ ստիպված են եղել հրապարակային ներողություն խնդրել եւ հետ վերցնել իրենց հայտարարությունները։ Առաջին տիկինը նշել է, որ ինքը եւ իր փաստաբանները շարունակելու են իրավական պայքարը նման մեղադրանքների դեմ։ Միևնույն ժամանակ նա կոչ արել Միացյալ Նահանգների կոնգրեսին անցկացնել բաց եւ թափանցիկ լսումներ, հնարավորություն տալով Էփստեյնի զոհերին հրապարակայնորեն ներկայացնել իրենց պատմությունները։ Նրա կարծիքով միայն այդ կերպ հնարավոր կլինի ամբողջությամբ բացահայտել ճշմարտությունը եւ վերջ դնել շահարկումներին։ Միացյալ Նահանգներում նոր քննարկումների առիթ է դարձել նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած հերթական նախագիծը Արլինգտոնում հաղթական կամարի կառուցումը, որի ֆինանսավորման մեջ նախատեսվում է ներգրավել նաև ամերիկացի հարկատուների միջոցները։ Դրա մասին վերջերս է հայտնի դարձել։ Համաձայն դաշնային ծախսերի ծրագրի նախատեսվում է նախագծին ուղղել առնվազն $15 միլիոն պետական միջոցներից։ Այդ գումարը բաղկացած է $2 միլիոն հատուկ ծրագրերից եւ $13 միլիոն համաֆինանսավորման միջոցներից, որոնք սովորաբար համադրվում են մասնավոր ներդրումների հետ։ Նախագիծը, որը հայտնի է որպես Independence Arch, նախատեսվում է կառուցել Վաշինգտոնի հարևանությամբ Պոտոմակ գետի Վիրջինյան կողմում Լինքոլնի հուշարձանի դիմաց։ Այն արտաքին տեսքով հիշեցնում է Փարիզի Arc de Triomphe-ը, սակայն ըստ Թրամփի պետք է դառնա աշխարհում ամենամեծ հաղթական կամարը։ Նախագահը հայտարարել է, որ այս կառույցը պետք է խորհրդանշի Միացյալ Նահանգների 250-ամյակը եւ ընդգծի երկրի պատմական ու ազգային նշանակությունը։ Սակայն նրա մեկ այլ հայտարարություն, ըստ որի կամարը իր համար է կառուցվում, արդեն քննադատությունների ալիք է բարձրացրել հարցականի տակ դնելով նախագծի իրական նպատակը։ Բացի ֆինանսական հարցերից կան նաև տեխնիկական մտահոգություններ։ Նախատեսվող վայրը գտնվում է Ռոնալդ Ռեյգանի անվան միջազգային օդանավակայանի թռիչքային գոտու հարևանությամբ, ինչը կարող է բարդություններ ստեղծել ինչպես շինարարության, այնպես էլ անվտանգության տեսանկյունից։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։